Աշխարհափոխ եղավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Աստված ողորմի նրան։ Ցավակցում եմ միլիարդից ավել կաթոլիկներին ողջ աշխարհում, այդ թվում 100,000-ից ավել հայ, մեր քույր ու եղբայր կաթոլիկներին Հայաստանում եւ աշխարհով մեկ։ Միաժամանակ չեմ կարող զարմանքս թաքցնել առ այն, որ մեր հասարակության մեջ մի ստվար զանգված գտնվեց, ով ուրախություն է հայտնում, մեղադրում է մահացած Հռոմի Պապին հայատյացության մեջ։ Դա մեղմ ասած զարմանալի է։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չէ, որ սկսել էր սառեցումը, որը առկա է հիմա Երևանի Էջմիածնի մի կողմից եւ Վատիկանի միջև։ Վատիկանը տասնամյակից ավել, եթե ոչ ավելի երկար առաջարկում էր եւ հիմա էլ առաջարկում կաթոլիկ տաճար հիմնել իր միջոցներով Հայաստանում, որը պետք է որ լինի այս տարածաշրջանի կաթոլիկների կենտրոնը, բայց արի ուտես, որ Երևանն ու Էջմիածինը մերժում են դա, իսկ տաճարը կառուցվում է Բաքվում։ Կրկնում եմ, դա Վատիկանի մեղքը չէ, դա մեր անգործությունն է, մեր ապիկարությունն է, որովհետև մեր հոգևորականները գերադասում են զբաղվել Գյումրիում բոլշևիկներին աջակցելով, այլ ոչ թե կապեր ստեղծելով համաշխարհային քրիստոնեության հետ։ Չմոռանանք մեր վերջին արքա թագավոր Լևոնը կաթոլիկ ֆրանսիացի թագավորների դամբարանում է։